Այսօր տարվա թերևս ամենալուսավոր ու գունեղ տոնն է երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Երեխաների համար այսօր իրականություն են դառնում նույնիսկ ամենախենթ երազանքները։ Դու ինչ երազանք ունես։ Վայնտանդին ինձ իսկական շուն առնեն։ Որ դասարան ես։ Մեզ արտակուրդ են տվել, փոխում ենք երկրորդ դասարան։ Դու որ առարկան ես ավելի շատ սիրում։ Քարակուսի։ Երեխաների օրը պետք է փորձենք տոն դարձնենք, մաքսիմալ ուրախացնի իրանց օրը, մաքսիմալ դրական։ Երեխաների համար ինձ թվում է ամենակարևորը այսօր ուսումն է, առաջնայինը։ Ես ուզում եմ, որ իմ երեխան հələ որ փոքր է, բայց որ մեծանա, լավ սովորի դպրոցում։ Ուսումից բացի կարևորը շատ մեծ կարևորություն եմ տալիս դաստիարակությանը ու հայրենասիրությանը։ Որ մեր երկրում խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն, որ բարի դառնա։ Այո։ Իսկ տոնի արդիվ բոլոր երեխաներին ինչ ես մաղթում։ Մաղթում եմ, որ իրենք միշտ երջանիկ լինեն, միշտ չտխրեն անիմաստ ու չնեղանան իրենց ծնողներից, եթե իրենց վրա ջղայնանում են, եթե ջղայնանան, դա իրենց համար են անում։ Ապրեն անհոգ, խաղաղ երկնքի տակ, լինեն պաշտպանված և մաղթում եմ բոլորին հաջողություններ իրենց իծերի մեջ։ Դու ինչ երազանք ունես։ Լիքը։ Ինչ նվերներ ես ստացել։ Այսօր կուկու եմ Օրը ստացել։ եւ որն է այսօրվա խորհուրդը։ Երեխաների պաշտպանության օրը իմ համար ուրեմն շատ կարևոր է, քանի որ յուրաքանչյուրիս նպատակն է, որ երեխաները լինեն պաշտպանված, մեծանան խաղաղ երկնքի տակ, ունենան անհոգ մանկություն։ Ամենամեծ երազանքս չեմ կարող ասել, բայց մեկը կասեմ խաղաղություն աշխարհին։ Ես շատ ուրախ եմ։ Մամայից, պապայից շատ շնորհակալ եմ։ Տոնական փուչիկներից եւ պաղպաղակներից այն կողմ հունիսի 1-ը ազդակ է բոլորիս, հատկապես ծնողների համար։ Երեխաները ունեն ամենօրյա սիրո, ջերմության եւ պաշտպանվածության կարիք։ Նրանք պետք է պաշտպանված լինեն ընտանիքում, դպրոցում եւ կյանքի բոլոր բնագավառներում։ Դիանա Միքալյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։